Սեպտեմբերի 19-ի լուսաբացը շատ վատ ավարտվեց Ֆրանսիայի համար, երբ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռաշիդա Դատին հայտարարեց Լուվրի կողոպուտի մասին, շատերին դա անհավանական թվաց։ Լուվրում տեղի են ունենում վերանորոգման աշխատանքներ եւ այնտեղ վերամբարձ կռունկ է եղել, գողերը եկել են սկուտերներով, նրանք եղել են ընդամենը 4 հոգի, որի ականատեսն է եղել մի հեծանվորդ, եւ ընդամենը բացման րոպեներից սկսած մինչև 7 րոպեում մտել են ապալոն սրահը եւ տարել են ամենաթանկ զարդերը, որոնք շատ մեծ գումարներ արժեն, մինչև մի քանի միլիոն եվրոներ, բայց ճանապարհին թողել են մի հետաքրքիր թակ զարդ, որը ասում են պատկանելիս է եղել Նապոլեոնի կնոջը, եւ զարդը վնասվել է։ Ոչ թե որ զարդը վնասվել է, նրանք չեն տարել, այլ զարդը ճանապարհին ընկել է եւ վնասվել է։ Նրանք ընդամենը այդ սրահում գտնվել են 30 վայրկյանի ընթացքում։ Պատկերացնում եք, դիմակավորված անձիկ օրը ցերեկով մտնեն Լուվրի թանգարանը եւ տանեն նման զարդեր։ Իդեպ սա կարող է նաեւ չկարողանան բացահայտել, ինչու, որովհետեւ նման զարդերի քարերը առանձնացնում են եւ սև շուկայում նման ձևով են այդ վաճառքները կատարում։ Ինչևէ, վերջին տարիներին սա ամենազոր, ամենամեծ կողոպուտն է Ֆրանսիայում համարում։ Դեռ մի քանի տարի առաջ մեկ ուրիշ թանգարանից էին տարել եւ արդեն գրեթե 20 քանի տարի նման կողոպուտ տեղի չէր ունեցել։ Կարճ ասած, նման բաներ են տեղի ունենում աշխարհի ամենագեղեցիկ մայրաքաղաքում։ Իսկ դուք ինչ կարծիքի եք այս կողոպուտի մասին։